Մոտ 3 տարի առաջ, երբ YouTube-ում նոր սկսեցի ակտիվություն, իմ հիմնական կոնտենտը YouTube-ում է, հենց YouTube-ում եմ տեղադրում տեսանյութերս։ Մի հետևորդ ունեի, բարբերաբար ինչ-որ մեկնաբանություններ էր թողում, ու մեկնաբանությունները գիտեք ինչ բնույթ էին կրում, սենց չորուց համակ ինչ-որ էս արա, այն արա, էս ինչը խի էր, սենց, այն ինչը ինչի է, սենց տենց ինչ-որ լատինատար կոմենտներ են, դե ես դրանից ոչ մի բան, ասենք իմ համար բան չկա, խնդիր չէր, պատասխանում էի, միշտ պատասխանում էի ու աշխատում էի հիմնականում, ասենք ինչ-որ բաներ էր անում, հնարավորություններից չափով, եթե կարայի, ինչ-որտեղ անգամ հնարավորություններից սավել, լրացնում էի, ասում էր, ես գնում անում էի, նկարում էի տենց վիդեոներ։ Ինքը դե երկար ժամանակ կար էր, արդեն ավատարից այդ անունից ճանաչում էի։ Ու նենց երկար ժամանակ դադարից հետո, այս վերջերս, մի քանի ամիս առաջ երբ հայտարարեցին, որ YouTube-ը Հայաստանում մոնետիզացվում է, գովազդներ սկսեցին տեղադրել, ցանյութերից մեկի տակ մեկնաբանություններ թողեք, եղել էր կոնկրետ չեմ հիշում բառ ձեզ ասեմ, բայց իմաստը սենց էր, ով էլ չեմ նայում, այնքան գովազդ ես դնում, նայելու կարիք, նայելու հավես չունեմ, այդ ինչ-որ տիպի բան էր։ Ես ասենք ինչ-որ բան չունեմ նյարդայնանալու կամ ինչ անելու, ուղղակի բռնեցի, բլոկեցի։ Հիմա հարցս ինչու՞մ է։ Ժող, եթե չգիտեք, ես ձեզ բացատրեմ, էլի YouTube-ի իմ եկամուտը, YouTube-ից ստացած իմ գումարը, ինչ-որ չնչին գումարա, որը YouTube-ը վճարում է վիդեո նկարողներին, կոնտենտ ստեղծողներին, նրա համար, որ ինքը կարա իրանց կոնտենտի ընթացքում գովազդ ցույց տա։ Ու այդ գովազդից ստացած եկամտի ինչ-որ չափը տալիս է կոնտենտ ստեղծողին։ Կոնտենտ ստեղծողները ասում դες դա է իրանց միակ գումար ստանալու միջոցը։ Դեն Facebook, բան, դրանցից գումար չեմ ստանում TikTok-ից։ Դրանք չեն մոնետիզացվում Հայաստանում, հայկական կանալներում։ Չգիտեմ, ժողովուրդ, ես ինչ-որ տեղ ունեի նյարդայնանալու, բայց ես որոշել եմ շուտվանից մի քանի տարի առաջ, որ ես անիմաստ տեղը առողջությունս ու նյարդերս չեմ պատնելու։ Դրա համար ուղղակի բռնեցի, բլոկեցի այդ մարդուն։ Դուք ինչ եք մտածում։ Հետաքրքիր էր ուղղակի ձեր կարծիքը երևույթի մասին, որտեղ բարբերաբար մտքից գալիս է, այլ է։ Լավ օրձես։